Ընդդիմության հարցերի շնորհիվ է, որ դուք իմացել եք Հայաստանից քանի քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացված։ Ընդդիմության հարցերի շնորհիվ է, որ հանրությունը իմացել է ճշմարտությունը Ադրբեջանի հետ նախաստորագրված փաստաթղթի մասին, որը հրաժարվում էին հրապարակել։ Ընդդիմությունը 5 տարվա ընթացքում ներկայացրել է 25 օրենսդրական նախաձեռնություն, որոնք վերաբերել են թոշակների բարձրացմանը, բազմազավակ ընտանիքների աջակցության ավելացմանը։ Դրանցից ոչ ոք գործող իշխանությունը չի ընդունել, քննարկման առարկա չի դարձրել, բայց հիմա խոստանում է անել այն, ճիշտ այն, թոշակների ինդեքսավորման մասին նկատի ունեմ, որը ներկայացրել է ընդդիմությունը եւ որը ինքը մերժել է։ Եթե նկատի ունեք վերջին քարորիային չմասնակցությունը եւ դրանից եք, այսինքն եզրակացություն, որ չգիտեմ, հարցեր հրաժարվում ենք բարձրաձայնել եւ այլն, թույլ տվեք ասել դա այդպես չի, վերջին քարորիայի Ներեք, բայց դուք վերջին շրջանում կառավարության հետ հարցոպատասխաններին չեք գալիս։ Դա մարտավարություն է, որը մենք ազատ ենք որդեգրել։ Ուզում ենք մասնակցել, չենք ուզում մասնակցել, ուզում ենք այդ պահին Նիկոլ Փաշինյանին անսահման հարթակ տալ խոսելու, թե չենք ուզում տալ։ Դուք ի վերջո տեսաք նաև մեր չմասնակցության վերջին նիստին, որտեղից է գալիս հիստերիան, որտեղից է գալիս ագրեսիան, չէ՞ որ ընդդիմությունը երբ որ մասնակցում է, այսպեսի մի հատ հավասարեցման նշան կա, ասում են, դե երկուսդ էլ իրար արժանի եք, մի սրեք, այս բառապաշարը չենք ուզում լսել։ Ընդդիմությունը վերջին նիստերին չկար։ Կար հիստերիան, կար գորգռոցը, կար վիրավորանքը, ու տեսանք այդ ամեն ինչը, չէ՞ որտեղից է գալիս, դա մարտավարություն է։ Այդ մարտավարությունը մենք երբեք չենք ասել, որ չի կարող փոխվել։ Այո, մենք այն ընդդիմադիր ուժն ենք, որ բոյկոտել է օրինակ ամիսներ շարունակ, գնահատել ենք, հասկացել ենք դա արդյունավետ չի, փոխել ենք մարտավարությունը, գնահատել ենք, որ այս շաբաթ հարցոպատասխանին պետք է մասնակցել, գնացել ենք հարցերը տվել ենք, գնահատել ենք, որ Նիկոլ Փաշինյանը իր թեզերի հետ պետք է մնա այդ շաբաթ, չենք գնացել, մենք մարտավարություն փոխելու հետ խնդիր չունենք,